Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղը Հայաստանի Հանրապետության այն եզակի բնակավայրերից է, որտեղ բնությունն ու մարդու ստեղծած պատմությունը կարծես միաձուլված է։ Գյուղի անունը շատերի համար անմիջապես կապվում է խնձոր բառի հետ, սակայն տեղանվան վերաբերյալ կա նաև մեկ այլ տարածված բացատրություն։ Ըստ ժողովրդական ստուգաբանության, գյուղը սկզբում կոչվել է Խորձոր կամ Խորձորեսկ, քանի որ բնակավայրը ձևավորվել է խոր ու դժվարամատչելի ձորերի մեջ։ Խնձորեսկի պատմությունը շատ ավելի հին է, քան այսօր տեսանելի գյուղը։ Գյուղի մասին ամենահին հայտնի գրավոր հիշատակություններից մեկը կապվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմություն աշխատության հետ։ Պատմամշակութային ժառանգության պահպանության ծառայության տվյալներով Խնձորեսկի տարածքում եղել են նաև ավելի հին բնակատեղիներ, որոնց պատմությունը հավանաբար հասնում է Սյունյաց աշխարհի վաղ շրջանին։ Դարերի ընթացքում բնակավայրն աստիճանաբար տարածվել է այնպիսի մի վայրում, որտեղ սովորական գյուղ կառուցելը չափազանց դժվար էր։ Խորը ձորեր, ժայռային պատեր եւ նեղ լեռնահովիտներ։ Այս պայմանները, որոնք առաջին հայացքից կարող էին խոչընդոտ լինել, Խնձորեսկի բնակիչները վերածեցին իրենց ամենամեծ առավելության։ Նրանք ժայռերի մեջ փորեցին բնակարաններ, պահեստներ, ախոռներ եւ ապաստարաններ։ Ժամանակի ընթացքում քարայրների առջև կառուցվեցին քարաշեն հատվածներ եւ ձևավորվեց մի ամբողջական բնակավայր, որը լանջերով վեր էր բարձրանում աստիճանաձև։ Հին Խնձորեսկի ամենատպավորիչ առանձնահատկությունը նրա քարանձավային բնակավայրն է։ Գյուղը պատմականորեն ունեցել է բազմաթիվ թաղեր, իսկ բնակարանները կառուցվել են տարբեր բարձրությունների վրա։ Որոշ քարայրներ գտնվում էին գետնից մոտ 20-ից 30 մետր բարձրության վրա։ Դրանց հասնելու համար բնակիչները երբեմն օգտագործում էին պարաններ։ Այս բնակարանները պարզապես քարանձավներ չէին։ Դրանք ամբողջական կենցաղային համակարգեր էին։ Մեկ հատվածը կարող էր ծառայել որպես բնակելի սենյակ, մյուսը որպես պահեստ կամ ախոռ։ Ժամանակի ընթացքում քարանձավները միավորվել են քարաշեն կառույցների հետ։ Առանձնահատուկ էր նաև բնակարանների դասավորությունը։ Լանջի վրա կառուցված տներից մեկի տանիքը կարող էր ծառայել վերևում գտնվող տան համար որպես բակ։ Այդ պատճառով հեռվից ամբողջ գյուղը հիշեցնում էր հսկայական բազմահարկ շինություն, փռված ժայռոտ լանջերի վրա։ Այս բնական ամրոցը Խնձորեսկի բնակիչներին տալիս էր նաև պաշտպանական առավելություն։ Հարձակման ժամանակ բնակչությունը կարող էր հեռանալ ավելի դժվարամատչելի քարայրներ, իսկ ժայռերի կառուցվածքը եւ բնակավայրի գաղտնի անցումները լավ ճանաչող տեղացիները կարող էին պաշտպանվել շատ ավելի մեծ ուժերից։ Խնձորեսկի քարանձավային համակարգը այսպիսով ոչ միայն բնակավայր էր, այլև յուրօրինակ պաշտպանական կառույց։ Խնձորեսկի պատմության ամենանշանակալի էջերից մեկը կապված է 18-րդ դարի սկզբի Սյունիքի ազգային ազատագրական պայքարի հետ։ Գյուղը գործում մասնակցություն է ունեցել Դավիթ բեկի գլխավորած ազատագրական շարժմանը։ Այդ ժամանակ Սյունիքում հայ զինված ուժերը պայքարում էին օտար տիրապետության դեմ, իսկ լեռնային ամրացված բնակավայրերը մեծ ռազմավարական նշանակություն ունեին։ Դավիթ բեկի մահից հետո պայքարի առաջնորդներից դարձավ Մխիթար Սպարապետը։ Խնձորեսկի պատմական բերդը մոտավորապես 13-ից 18-րդ դարերի հուշարձանային համալիր է, սակայն դրա կառուցման հստակ թվականը հայտնի չէ։ 1728 թվականին Մխիթար Սպարապետը հաստատվեց Խնձորեսկի բերդում եւ այն դարձրեց իր զորակայանը։ Այսպիսով Խնձորեսկը դարձավ ոչ միայն բնակավայր, այլև Սյունիքի ազատագրական պայքարի ռազմական կարևոր հենակետ։ Սակայն հետագա իրադարձությունները ողբերգական ավարտ ունեցան։ 1730 թվականին Մխիթար Սպարապետը սպանվեց։ Պատմամշակութային պահպանության ծառայության հրապարակման համաձայն Խնձորեսկի բնակիչները, վախենալով Գանձակի խանի հետ բախումից, խնդրել էին նրան հեռանալ բերդից, սակայն նա հրաժարվել էր։ Հետագայում նրա սպանությունից հետո Մխիթար Սպարապետը թաղվեց Խնձորեսկի անապատ եկեղեցու բակում։ Այսօր նրա գերեզմանը Խնձորեսկի ամենակարևոր պատմական վայրերից մեկն է։
Հին Խնձորեսկի կարևոր հուշարձաններից է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը թվագրվում է 17-րդ դարին։ Հատիսի պատմական նկարագրության համաձայն այն կառուցվել է 1666 թվականին և եռանավ բազիլիկ կառույց է։ Եկեղեցին գտնվում է հին գյուղի ձորային հատվածում և այսօր էլ Խնձորեսկի պատմական միջավայրի կարևոր մասն է։ Հին Խնձորեսկում պահպանվել է նաև Սուրբ Թադևոս եկեղեցին, որը թվագրվում է 17-ից 18-րդ դարերին։ Այն միանավ սրահային կառույց է։ Մյուս կարևոր հոգևոր կենտրոնը անապատն է։ Այն եղել է ոչ միայն եկեղեցական, այլև մշակութային կենտրոն։ Այստեղ գործել է գրչության ավանդույթ և պահպանվել կամ ստեղծվել են ձեռագրեր։ Անապատի տարածքում էլ գտնվում է Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Խնձորեսկի պատմությունը մեզ հասած ամենահետաքրքիր նկարագրություններից մեկը ստացել է Աբրահամ Գ. Կրետացի կաթողիկոսի շնորհիվ։ 1735 թվականին նա այցելել է Խնձորեսկ և իր պատմագրական աշխատության մեջ նկարագրել բնակավայրը։ Նրա վկայությունը հատկապես արժեքավոր է, որովհետև ցույց է տալիս, թե ինչպիսի կյանք էր տիրում Քարանձավային գյուղում 18-րդ դարում։ Հին Խնձորեսկը ժամանակին պարզապես փոքր գյուղ չէր։ 19-րդ դարի վերջում այն համարվում էր Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկը։ Տարբեր աղբյուրներում բնակչության թվերը տարբեր կերպ են ներկայացվում, սակայն 20-րդ դարի սկզբի համար հատկապես հաճախ նշվում է մոտ 8300 բնակիչ և շուրջ 1800 տնտեսություն։ 1913 թվականին գյուղում եղել են 27 խանութ, 3 ներկատուն, կաշեգործարաններ և 7 դպրոց։ Սա շատ կարևոր փաստ էր։ Քարանձավային Խնձորեսկը միայն գոյատևող բնակավայր չէր։ Այն ուներ առևտուր, արհեստներ, կրթություն, գյուղատնտեսություն և մշակութային կյանք։ Խնձորեսկցիները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով, առևտրով։ Այսպիսով, ժայռերի մեջ ձևավորված բնակավայրն աստիճանաբար վերածվել էր մեծ և կենսունակ համայնքի։ 20-րդ դարի կեսերին Խնձորեսկի պատմության մեջ սկսվեց նոր փուլ։ Բնակչությունը աստիճանաբար տեղափոխվեց հին քարանձավային բնակավայրից դեպի ավելի հարմար և հարթ տարածքներ։ Նոր բնակավայրում սկսեցին կառուցվել ժամանակակից տներ։ Այս տեղափոխությունը սակայն ունեցավ նաև ցավալի հետևանք։ Նոր տների շինարարության համար օգտագործվել է հին գյուղի քարաշեն կառույցների շինակարը, ինչի հետևանքով պատմական միջավայրի մի մասը վնասվեց։ Մինչև 1954 թվականը հին գյուղի պատմամշակութային նկարագիրը համեմատաբար ամբողջական էր պահպանվել, իսկ հետագա տարիներին այն զգալիորեն տուժեց։ Այնուամենայնիվ, ժայռերը, քարանձավները, եկեղեցիները, աղբյուրները և հին բնակավայրի մնացորդները պահպանեցին Խնձորեսկի պատմական դիմագիծը։ Հին գյուղում պահպանվել են բազմաթիվ աղբյուրներ։ Դրանցից մի քանիսը կառուցված են կամարակապ ձևով և ունեն քարե ջրավազաններ։ Աղբյուրների մի մասը կոչվել է այն մարդկանց կամ գերդաստանների անուններով, որոնք կառուցել կամ պահպանել են դրանք։ Ջուրը Խնձորեսկի նման ժայռային բնակավայրի համար պարզապես կենցաղային անհրաժեշտություն չէր։ Այն բնակավայրի գոյության հիմնական պայմաններից մեկն էր։ Հին Խնձորեսկի բարձրադիր հատվածներից մեկում գտնվում է նաև Մելիք քասու ապարանքը, որը թվագրվում է 1836 թվականին։ Այն ևս գյուղի պատմական ճարտարապետական ժառանգության կարևոր մասն է։ Այս կառույցը վկայում է, որ Խնձորեսկի կյանքը սահմանափակված չէր միայն քարանձավային կացարաններով։ Այստեղ ձևավորվել էր նաև հասարակական և իշխանական կառույցների ավելի բարդ համակարգ։ Այսօր Հին Խնձորեսկի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը ճոճվող կամուրջն է։ Այն բացվել է 2012 թվականին և միացնում է հին գյուղի կիրճի երկու կողմերը։ Կամուրջի երկարությունը մոտ 160 մետր է, իսկ առավելագույն բարձրությունը մոտ 63 մետր։ Կամուրջը դարձել է ոչ միայն զբոսաշրջային տեսարժան վայր, այլև յուրօրինակ կապ անցյալի և ներկայի միջև։
Մի կողմից մարդը քայլում է ժամանակակից կամրջով, իսկ մյուս կողմից նրա դիմաց բացվում է դարերով ձևավորված քարանձավային քաղաքը։ Այսօր Խնձորեսկը շարունակում է ապրել որպես Սյունիքի կարևոր բնակավայր։ Գյուղի կյանքում մեծ դեր ունի գյուղատնտեսությունը եւ անասնապահությունը։ Պատմական ժառանգությունը նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Հին Խնձորեսկը դարձել է Հայաստանի հարավային զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկը։ Այստեղ այցելուն կարող է միևնույն վայրում տեսնել քարանձավային բնակարաններ, հին եկեղեցիներ, բերդի մնացորդներ, աղբյուրներ, Մխիթար Սպարապետի գերեզման, ժայռային կիրճ, ճոճվող կամուրջ։ Սա է Խնձորեսկի բացառիկությունը։ Խնձորեսկի պատմությունը միայն քարանձավների պատմությունը չէ։ Այն մարդկանց պատմությունն է, որոնք կարողացել են անհարմար եւ վտանգավոր բնությունը դարձնել տուն։ Այն մարդկանց պատմությունն է, որոնք ժայռերի մեջ բնակարան են ստեղծել։ Այդ բնակարաններում ընտանիք են պահել, երեխաներին կրթել, եկեղեցի կառուցել, արհեստ զարգացրել, հող մշակել եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանել իրենց հայրենիքը։ Խնձորեսկը նաև Սյունիքի ազատագրական պայքարի պատմության մի մասն է։ Դավիթ Բեկի շարժումը, Մխիթար Սպարապետի զորակայանը եւ նրա գերեզմանը գյուղի պատմությունը կապում են Հայաստանի 18-րդ դարի ազատագրական պայքարի ամենադրամատիկ էջերի հետ։ Խնձորեսկի մասին պատմելիս դժվար է պարզապես ասել. սա գյուղ է։ Խնձորեսկը ժայռերի մեջ պահպանված հիշողություն է։ Այստեղ քարերը կարծես խոսում են։ Քարանձավներից յուրաքանչյուրն իր մեջ պահում է մի ընտանիքի պատմություն, մի օջախի ջերմություն, մի վախ, մի պայքար ու մի երազանք։ Այստեղ քայլելիս թվում է անցյալի մարդիկ դեռ ապրում են այդ ժայռերի մեջ, լսվում են նրանց քայլերը, երեխաների ձայները, եկեղեցու զանգերի արձագանքը, իսկ հեռվում Սյունիքի լեռներն են, որոնք դարեր շարունակ լուռ հետևել են այս ամենին։ Եվ գուցե հենց սա է Խնձորեսկի ամենամեծ պատգամը։ Մարդը կարող է ապրել ամենադժվար պայմաններում, եթե ունի հայրենի հող, իր տունը պաշտպանելու կամք եւ ապագայի հանդեպ հավատ։ Խնձորեսկը մնացել է այնտեղ, Սյունիքի ժայռերի մեջ, որպես մի հսկայական քարե գիրք, որի էջերը դեռ ամբողջությամբ չեն կարդացվել։ Եվ երբ հեռանում ես Խնձորեսկից, հասկանում ես, որ իրականում ոչ թե դու ես թողնում այդ գյուղը, այլ Խնձորեսկն է իր պատմության մի փոքրիկ մասնիկը թողնում քո մեջ։